Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Երբ 1943 թվականին Հովսեփ Օրբելին եւ Վիկտոր Համբարձումյանը հիմնում էին Խորհրդային Միության Ակադեմիայի հայկական ֆիլիալը, Հայաստանում արդեն կար ինստիտուտ, որում իրականացնում էին հետազոտություններ երկրաբանության ոլորտում։ Օգտակար հանածոների հարցն էր դրված Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում։ Հայաստանը պետք է վերածվեր ինդուստրիալ երկրի եւ այդ հետազոտությունները խիստ կարեւոր էին երիտասարդ հանրապետության համար։ Ինչ որ առումով կարելի է ասել, որ երկրաբանությունը մեր հնագույն ճյուղերից մեկն է, որը երկար տարիներ զարգացել է Հայաստանում եւ այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, ես էլ եմ շատ շնորհակալ հրավիրելու համար։ Ես միշտ համարել եմ, որ գիտության մասին խոսելը, հանրայնացնելը շատ կարևոր է, որովհետև գիտությունը բազմաթիվ խնդիրներ է լուծել եւ նախկինում եւ այսօր է լուծում եւ պետք է լուծի ապագայում։ Շնորհակալություն։ Եկեք սկսենք մի քիչ հեռվից։ Խոսքը վերաբերվում է տարածության տեսանկյունից զարհուրելի երկրաշարժներ են Կամչատկայում տեղի ունենում եւ ակնհայտ է, որ այդ ամենը պայմանավորված է որոշակի երկրաբանական process-ների հետ, որոնք տեղի են ունենում երկրակեղևում եւ ես կուզենայի, որ մի փոքր անդրադառնայինք այս հարցին, ինչ է տեղի ունենում, ինչպիսի հզորության երկրաշարժեր են եւ ինչի հետևանքն է դա։ Շնորհակալություն հարցի համար, այո, վերջերս Կամչատկայում 8 տարբեր գնահատական 6.8 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ Խաղաղ օվկիանոսում, որը բավականին մոտ էր ափին, եւ այդ երկրաշարժը առաջացրեց ցունամի, շատ ուժեղ երկրաշարժ էր, այդտեղ պետք է կարեւոր է նշել, որ այդ սանդղակը մագնիտուդների որ կա, դա մագնիտուդներ, դա բալերը չէին, սանդղակը լոգարիթմական է եւ ասենք սպիտակի երկրաշարժը եթե գնահատվում է 6.97 մագնիտուդով, դա համապատասխան 8.8-ը դա գրեթե 100 անգամ ավելի ուժգին երկրաշարժ է, որը դժվար է ընդհանրապես պատկերացնել, բացի այդ երկրաշարժը Կամչատկայում անընդհատ հրաբուխներ են ժայթքում եւ ժայթքող հրաբուխների վրա երկուսի վրա առնվազն այդ երկրաշարժը նաեւ դինամիկ ազդեցություն ունեցավ, այսինքն ավելի ուժգին դարձավ այդ հրաբխային ընթացող հրաբխային ժայթքումը, որովհետեւ մագման օջախում հագեցած է գազերով եւ ուժեղ ցնցումները առաջացնում են բաների լուծված գազերի, արագ ուրեմն պղպջակների արագ աճին, որը համապատասխանաբար այդ մղանցքում արագացնում է մագմայի ընթացքը դեպի վեր եւ ավելի այսպես պայթումնային ժայթքումներ են առաջանում։ Այդ երկրաշարժերը բոլոր դա ամենաուժեղ երկրաշարժը չի այդ տարածաշրջանում, որ հայտնի է 11 թվին Ճապոնիայի ափերից ոչ հեռու ավելի 9-ից ավելի բարձր մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը ուժեղ ցունամի առաջացրեց, որը Ճապոնիայում ընդհանրապես բոլոր շենքերը, շինությունները շատ խիստ նորմերով են կառուցված եւ փաստորեն բուն երկրաշարժից ավերածություններ գրեթե չեն եղել Ճապոնիայում եւ ատոմակայանը նույնպես չէր տուժել, սակայն ցունամի պաշտպանիչ այդ դամբան հաշվարկված չէր այդ բարձրության ուրեմն ալիքներին եւ արդեն այդ ալիքներն են ատոմակայանին վնասել, դա փաստորեն այդ վտանգը թերագնահատված էր այդ տարածքում։ Հիմա ինչ երկրաբանական process-ների հետ է այս ամենը կապված։ Խաղաղ օվկիանոսի սալը խորասուզվում է Եվրասիական սալի տակ, դա կոչվում է սուբդուկցիա եւ այդ process-ը ընթանում է անընդհատ։ Տարբեր գնահատականներով մի քանի սանտիմետր տարեկան արագությամբ, բայց երբեմն դա
կարող է ինչ-որ կանգնել, էներգիան կուտակվի, հետո միանգամից արդեն մի քանի մետրի տեղաշարժ տեղի ունենա եւ ընդհանրապես օվկիանոսների կենտրոնական մասերում կան այդպես կոչված միջօվկիանոսային լեռնաշղթաներ, որտեղ անընդհատ այդտեղ ճեղքեր են, խզվածքներ են, որոնցով անընդհատ բազալտներ մագմա է դուրս գալիս դեպի օվկիանոսի հատակ եւ փաստորեն օվկիանոսները ընդարձակվում են այդ կենտրոնական մասերում օվկիանոսային ռիֆտեր են այդ կոչվում են միջօվկիանոսային ռիֆտեր դե քանի որ օվկիանոսը ընդարձակվում է այդ սալը տեղաշարժվում է դե ինչ որ տեղ պետք է կոմպենսացվի խորասուզվում է այդ բաների տակ մայրցամաքների տակ այդ process-ները շատ տեղեր են ընթանում, այդ սալերի տեղաշարժը եւ սեյսմիկությունը, հրաբխականությունը հիմնականում հենց կապված է այդ գործընթացների հետ։ Ես այդ դեպքում, քանի որ մենք խոսացինք Ֆուկուսիմայի մասին, ես կուզենայի անդրադառնալ մեր հայկական իրականությանը։ Մենք գիտենք, որ բազմաթիվ վեճեր կան եւ նույնիսկ դա ժամանակ առ ժամանակ թեւակողում է քաղաքական դաշտ միջպետական հարաբերությունների տեսանկյունից մեր հայկական ատոմակայանի սեյսմակայունության հետ կապված հարցեր են քննարկում, համարելով որ Հայաստանը վտանգավոր եւ բարդ սեյսմիկ գոտում է գտնվում, կա արդյոք վտանգ նմանատիպ երկրաշարժի նման հզորության Հայաստանում եւ երկրորդը որքանով մենք կարող ենք ասել, որ այն նոր ատոմակայանի գաղափարը, որ կա, որ խոսում են այդ ատոմակայանի կառուցման մասին, ի վիճակի կլինեն մասնագետները այնպիսի սեյսմակայունություն ապահովեն, որ նույնիսկ նման արհավիրքների դեպքում ի վերջո միջուկային պայթուն տեղի չի ունենա, այսինքն աղետի չեն գա միջուկային։ Հա, այդ շատ կարևոր հարց է իսկապես, ուրեմն մենք էլ նույնպես գտնվում ենք սեյսմիկ ակտիվ ուրեմն տարածաշրջանում, ճիշտ է այստեղի երկրաշարժերը այդքան ուժգին չեն, ինչպես Խաղաղ օվկիանոսի այդ հրեօղակ կոչված այդ տարածաշրջանում, որ ամբողջ այդ Ալյասկայից մինչև Ինդոնեզիա, հետո շարունակվում է Նոր Զելանդիայով ու մինչև էլի Ալյասկա, ամբողջ հարավային եւ հյուսիսային Ամերիկաներով այդ սուբդուկցիան այնտեղ ընթանում է, այնտեղ 9-ից ավել հայտնի երկրաշարժեր կան եւ այլն։ Այստեղ Խաղաղ օվկիանոսյան ռեգիոնն է։ Այստեղ ավելի իհարկե երկրաշարժեր լինում են, բայց այդ ուժգնության հայտնի չեն եւ ելնելով երկրաբանական գործընթացներից, որոնք այդտեղ ընթանում են, հնարավոր էլ չեն։ Այստեղ եղած պալեոսեյսմոլոգիական տվյալներով եւ պատմական տվյալներով, ասենք 7.3, 7.4 մաքսիմումը դա է այդ սահմանները։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ժամանակին բավականին լավ տեղում է ընտրվել տեղը, ուրեմն եթե մենք նայենք Հայաստանի ուրեմն քարտեզին սեյսմիկության, որտեղ հա կետերով նշվում են երկրաշարժերի էպիկենտրոնները, որտեղ են տեղի ունեցել ինչ ուժգնությամբ, հենց այդ տարածքը Շամիրամի պլատոն, Արագած լեռան այդ հարավային հատվածում, այնտեղ երկրաշարժեր չկան ուղղակի, ինչ որ sense կղզիա կա, որտեղ երկրաշարժեր հայտնի չեն։ Դա մեկ, երկրորդը այնտեղ 400 մետր հզորությամբ 28 լավային հոսք կա, լավային հոսք եւ տուֆեր։ Դա ըստ էության շատ ինժեներաերկրաբանական տեսանկյունից շատ կայուն հիմք է ցանկացած տիպի կառույց կառուցելու համար, հա, որ օրինակ Սպիտակի երկրաշարժի ժամանակ շատ էին ասում, որ Գյումրին ավելի շատ է տուժե, քան Վանաձորը, չնայած Վանաձորը ավելի մոտ էր էպիկենտրոնին, դե պատճառը հենց գրունտներն էին, Գյումրի քաղաքի մի մասը լճային նստվածքների վրա է, այսինքն որոնք ավելի թույլ են, նույնիսկ ուրիշ ուժեղ երկրաշարժերի ժամանակ այդ գրունտների ջրիկացում տեղի ունենա եւ ոչ մի շենք արդեն չի դիմանում այդ դինամիկ ազդեցությունից։
Շամիրամի պլատոյում ատոմակայանի տարածքում այդ բազալտների իդեալական հիմք են ցանկացած ուրեմն կառույցի համար, այսինքն ամուր գրունտներ են։ Ճիշտ եմ հասկանում, դա բերում է նրա, որ պարզապես այդ հարվածը նրանք կարողանում են հանգցնել, ելնելով իրենց ներքին կառուցվածքից, հա, նյութի հատկությունները, հա, եւ ջուրը հակառակը մի բան էլ կարող է նպաստի այդ հարվածի տարածմանը, էլի, զուտ ֆիզիկական տեսակ։ Եթե լճային կամ գետային նստվածքներ են, ջուրը կարող է նաեւ դա նպաստել։ Իսկ այդ բազալտները մանավանդ այդ են շերտ առ շերտ 28 այնտեղ ընդհանուր շերտ կա, իսկապես հանգցում, բայց նրանց այդ բազալտը շատ ամուր ապառ է, որը ուղղակի դեֆորմացիայի շատ քիչ է ենթարկվում այդ երկրաշարժի ազդեցության ժամանակ, այնպես որ ակտիվ խզվածքներ այնտեղ չկան, Հայաստանում կան մի քանի խոշոր եւ բազմաթիվ ավելի մանր ակտիվ խզվածքներ, որոնք հենց այդ սեյսմացին գոտիներ են, որտեղ հենց երկրաշարժեր են տեղ ունենում, բայց այդ տարածքում չկան խաղաղության կղզյակը։ Հա, որոշ չափով այդպես խաղաղության կղզյակա, բայց այնուամենայնիվ էպիկենտրոնները, օրինակ Սպիտակը, դա այդքան էլ հեռու չէր, հա, ատոմակայանից, եթե մենք վերցնենք տես բաներով, կիլոմետրերով, հեռավորությունով, համար պարտադիր այդպիսի կարևոր ինֆրակառուցվածքային օբյեկտների համար պետք է հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում իրականացվի եւ 2009 թվականին, երբ կառավարությունը քննարկում էր, եթե հիշում եք, նոր ատոմակայանի կառուցման հարցը, որը ինչ-ինչ պատճառներով ինչ որ սառեցվեց այն ժամանակ, չշարունակվեց, բայց վերջին տարիներին նորից դրա մասին խոսում են, նույնիսկ կառավարություն հանձնաժողով կա, մենք մի տարի ու կես, 2 տարի առաջ հանդիպել ենք այդ հարցով, այն ժամանակ խնդիր դրվեց գնահատել ըստ ուրեմն միջուկային էներգիայի միջազգային գործակալության, ատոմային էներգիայի միջազգային գործակալության, որը շատ հաճախ ՄԱԳԱՏԵ են ասում, այդ ռուսական հապավումը, իրենք ունեն շատ խիստ նորմեր, համ ինժեներաերկրաբանական հարցերով, համ սեյսմիկ վտանգի, հրաբխային վտանգի եւ այլն, եւ խնդիր դրվեց այդ հարցերին անդրադառնալ ըստ այդ միջազգային գործակալության խիստ նորմերի, մեր ինստիտուտի գլխավորությամբ ստեղծվեց կոնսորցիում եւ մեր մասնագետները դրսի մասնագետների հետ համատեղ ուսումնասիրեցինք այդ հարցերը, որը մոտ 2 տարի տևեց, ուրեմն այդ ուսումնասիրությունները, ուրեմն շատ մեծ հաշվետվություններ, քարտեզներ պատրաստվեցին եւ այլ, գնահատվեց սեյսմիկ վտանգի աստիճանը, որը չափվում է այդ G միավորի ուրեմն սանդղակով, հա։ Նու օրինակ Հայաստանում ամենաբարձր սեյսմիկությունը 0.4-ից 0.5 G է գնահատվում, այդ տարածքում ավելի ցածր է եւ Երևանում օրինակ բանը, բայց Երևանում ավելի բարձր է, քան ատոմակայանի տարածքում։ Ուրեմն եւ շատ խիստ նորմերով այդ ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները 2 անգամ եկան Երևան, ստուգեցին աշխատանքը, համոզվին, շատ բարձր գնահատականով այդ աշխատանքը ընդունվեց եւ մեր մի քանի մասնագետ հետո հրավիրվեցին այդ AMG-ի կողմից որպես հրավիրված փորձագետ եւ այնտեղ կար հարց ոչ միայն սեյսմիկ վտանգի, այլ նաեւ հրաբխային։ Մենք ասում ենք, որ այդ բազալտների բազմաթիվ հոսքերը 400 մետր ընդհանուր հզորությամբ դա շատ լավ է, որտեղ կայուն ամուր հիմք է, բայց միևնույն ժամանակ հրաբխային վտանգի հարց է առաջանում, որը նույնպես հատուկ նորմեր կան այդ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում։ Իրենք պնդում են, որ եթե կա հրաբխականություն տարածաշրջանում 10 միլիոնից ավելի երիտասարդ, ապա հրաբխային վտանգը նույնպես պետք է գնահատվի։
Դե Հայաստանում գիտեք բազմաթիվ հրաբուխներ կան, ակտիվ հրաբուխներ մենք չունենք, բայց պոտենցիալ ակտիվ տարածքներ ունենք, այդ թվում որտեղ հրաբխային թույլ երկրաշարժերի պարսեր են տեղի ունենում եւ այլն, մենք այդ աշխատանքը նույնպես իրականացրեցինք եւ հետո դա շատ կարեւոր է եւ իմ համար եւ որպես մասնագետ եւ որպես Հայաստանի քաղաքացի, որ մենք մասնակցություն ունեցանք հայկական փորձը, օրինակ հրաբխային վտանգի գնահատման միջազգային մակարդակում օգտագործվեց, մենք մասնակցեցինք ուրեմն տեխնիկական ձեռնարկի հրատապատրաստման եւ հրատարակման գործում, որ հենց այդ գործակալությունները նախաձեռնեն, այնտեղ հայկական ատոմակայանի հրաբխային վտանգի գնահատումը որպես օրինակ case study, հա, այնտեղ ներառված է եւ դա կարևոր շատ ներդրում է եւ մեկ այլ նոր տեխնիկական ձեռնարկ կա պատրաստվում, որը շուտով կհրատարակվի, դա արդեն երկրորդն է, այնտեղ արդեն հրաբխային մոխրի թափման վտանգի այդ գնահատումն է հայկական ատոմակայանի օգտագործվում որպես օրինակ, այնտեղ բանա, որ դա շատ կարևոր է, որ մենք փաստորեն մեր կատարված աշխատանքը միջազգային մակարդակում պահանջված է այդ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրատարակումները Scopus չեն եւ Q1 չեն, բայց իմ համար շատ բարձր արժեք ունեն ու ես բարձրանում եմ, որ այնտեղ Չէ, հասկանալի է, որ դա այնպիսի նյութ է, որը անպայման օգտագործվելու է եւ ամենակարևորը շատ կոնկրետ կիրառական հարցերը քննարկել ես, ինչը կարևոր է։ Եկեք մի փոքր, քանի որ դուք շոշափեցիք տպագրությունների եւ գիտական բնույթի հարցերը, ինչ կարևորագույն ուղղություններ են այսօր զարգանում ձեր ինստիտուտի շրջանակներում եւ ինչպիսի հաջողություններ կան։ Ուղղությունները բազմաթիվ են, որովհետեւ երկրաբանության ուղղությունները շատ են։ Ես կարող եմ թվարկել մի քանիսը, դա նախ օգտակար հանածոների երկրաբանությունը, օգտակար հանածոների որոնումը, գնահատումը եւ առաջացման պայմանների գնահատումը, որը նույնպես դա միշտ մեծ դեր է ունեցել մեր ինստիտուտի աշխատանքներում եւ հիմա նույնպես մենք այդ ուղղությամբ ունենք նախագծեր, աշխատում ենք մասնավորապես կրիտիկական մետաղների պոտենցիալը Հայաստանի այդ հանքավայրերում գնահատելու գործում եւ այստեղ շատ կարեւոր է, որ ռեսուրսները ընդհանրապես մետաղական ռեսուրսները գնալով թանկանում են, պահանջարկը աճում է եւ մենք պետք է հստակ պատկերացնենք ինչ ռեսուրսներ ունենք, ինչ հեռանկարներ կան, այս կամ այն ռեսուրսի Եթե կարելի է մի հարց, ես ձեզ ընդհատեմ, ուղղակի ինքնաբուխ այդ հարցը առաջացավ, որքանով որ ես հիշում եմ Խորհրդային Միության օրոք նման տվյալները խիստ գաղտնի էին։ Ես ուղղակի ծանոթ եմ եղել երկրաբանների ու այն ժամանակ, երբ նրանք մեկնում էին արշավախմբերով, շատ հաճախ այդ տվյալները գաղտնիացնում էին, որովհետև դա համարվում էր պետության ռազմավարական ռեսուրս։ Ինչ որ առումով կարելի է ասել, որ Հայաստանում էլ անհրաժեշտ է ներմուծել նման անվտանգության մեխանիզմներ, քանի որ ինչպես տեսնում ենք Ուկրաինայի օրինակով մետաղների հարցը վերածվեց շատ լուրջ քաղաքական առևտրի առարկայի եւ հետեւաբար օգտակար հանածոների հետ կապված լուրջ խնդրեմ է։ Դա լուրջ հարց է, դա ավելի շատ վերաբերվում է պաշարներին այս կամ այն տարրերի, բայց երկրաբանները դա արդեն երբ որ հանքավայրը արդեն պետք է հանձնվի շահագործման, դա այդ փուլում է արվում գնահատումը պաշարների, որ դրա հիման վրա է որոշվում նպատակահարմար է շահագործել այս կամ այն հանքավայրը, թե ոչ։ Երկրաբանները ավելի շատ աշխատում են հանքավայրերը հայտնաբերելու, հետախուզելու, գտնելու, բայց կարծում եմ այդ որոշ դեպքերում կան բաց տվյալներ, կան իհարկե փակ տվյալներ, օրինակ ուրանի վերաբերյալ են հետազոտություններ արվել Հայաստան, որոշ տվյալներ գաղտնի են, բայց հիմա քանի որ այդ ոլորտը նաև ներդրումային ոլորտ է, շատ երկրներում այդ օրենսդրությունը դա բաց է եւ իրանք կայքերում շատ բաներ հրատարակում են, որ պոտենցիալ ներդրողները
տեսնեն, որ այսպիսի հանքավայր կա, այսպիսի պաշարներ կան, այսպիսի հեռանկարներ կան, Մասնարարապես մոլիբդենի օրինակը կարելի է ասել, որ դրանցից է։ Հայկական մոլիբդենը, որովհետև ոնց որ թե շուկայում կտրուկ բարձրացել է։ Գները աճում են, բոլոր մետաղների գները պահանջարկը ավելանում, աճում է, այդտեղ գիտեք ինչ կա, դա կարող է մի փոքր պարադոքս լինի, բայց դա այդպես է, այն ուրեմն էլեկտրական մեքենաներ են, էներգետիկ անցումը ընդհանրապես, որ նախատեսվում է, որ պիտի մարդկությունը անցնի, ասենք, վերականգնվող էներգետիկային, որ CO2-ի ածխաթթու գազի այդ արտանետումները նվազեցվեն եւ այլն, բայց այդ ամենը պահանջում է ավելի շատ հանքարդյունաբերություն, ավելի շատ մետաղներ, որովհետեւ մի պարզ օրինակով էլեկտրական մեքենաներում 70-ից 90 կիլո պղինձ կա, եթե սովորական մեքենայում ընդամենը 15 մարդկոցների հետ կապված է, մարդկոցները, լարերը եւ այլն, էլեկտրական շարժիչի ինքը, չէ, պղինձ կա այնտեղ շատ մեծ քանակի եւ ասում ավելի շատ պղինձ կա, պղինձի գինն էլ է աճել, լիթիումի գներն էլ են աճել կտրուկ վերջին, ասենք թե 15-20 տարում եւ այդ գործընթացը շարունակվելու է, որովհետեւ լիթիումը մասնավորապես շատ դեֆիցիտ մետաղ է եւ պարունակությունը շատ ցածր է։ Չնայած հիմա այդ ազոտություններ են արվում, ասենք նատրիումով փոխարինելու, միգուցե գրաֆենով, նատրիումով եւ գրաֆենով, նո դա առանձին ոլորտ է, բայց ես ուզում եի այդ հարցը տամ ձեզ, շարունակելով այս պահը զրույցի։ Ընդհանրապես հիմա շատ կտրուկ նյութագիտության ոլորտում զարգանում են այսպես կոչված արհեստական նյութերի հետ կապված խնդիրները, artificial materials։ Եվ այդ առումով շատ լուրջ աշխատանքներ են գնում, նաև մեր հայրենակից Արտյոմ Օգանովը շատ մեծ ներդրում ունի այդ ուղղությամբ։ Փաստացի արհեստական բյուրեղական ցանցեր են ձևավորում եւ այդ նյութերը իրականացում են էքսպերիմենտներում։ Կա արդյոք հույս, որ կարելի է ինչ-որ առումով փոխարինել այդ ամենը, որ այսպիսի անխնա կերպով ներքին հանածոները օգտակար չօգտագործեն, որտեղ դա ի վերջո վնասում է։ Դա լավ հարց է, ու գիտեք, լիթիումը միանշանակ հնարավոր է փոխարինել, բացի այդ լիթիումի պաշարները սահմանափակ են եւ հանքավայրերը շատ քիչ։ Նատրիումի մասնավոր օրինակ, եթե համեմատենք պաշարները անսպառ են, եթե նույնիսկ բոլոր այդ աղի հանքերը ամբողջ աշխարհում, որ հսկայական ծավալի են, սպառվեն, օվկիանոսի ջուրը կա, որ անսպառ է եւ այլն, բայց այդ ուղղությամբ իհարկե կլինեն, ես վստահ եմ, դա մի քիչ երկրաբանական էսպես հարց չի, բայց ես վստահ եմ, որ վերջին ընդհանրապես մեր տասնամյակների արագ զարգացումը տեխնոլոգիական խոսում է, որ ցանկացած հարց հնարավոր է լուծել։ Ինչ վերաբերում է պղնձին, ես չեմ պատկերացնում, որ լինի ինչ-որ այլ ընտրակ, որը դա մետաղ է, որի էլեկտրահաղորդականությունը ամենաբարձրն է բոլոր մետաղներից, չէ՞, այնտեղ եւ դա որևէ այլ մետաղով փոխարինելը, մենք գիտենք, լարերը երբեմն տներում ալյումինից են լինում, լավը չեն, բոլորը փոխում են պղնձի, որտեվ դա դժվար փոխարինվի, բայց պղնձի իհարկե հանքավայրերն այդ ռեսուրսները սպառվում են, որովհետեւ դա բանա իջնում է այդ հանքաքարի կոնդիցիաները, եթե օրինակ պայմանական այս կոնկրետ թվերը չեմ կարող հիմա ասել, եթե 20 տարի առաջ 0.5% պղինձներ տնտեսապես շահավետ, օրինակ այսօր օրինակ 0.2% պարունակող հանքավայրերը օրինակ շահագործվում են եւ գները որ բարձրանան 0.15%-ով կշահագործեն եւ այլ, այսինքն պահանջարկը աճում է, գինը աճում է եւ այդ տնտեսական հաշվարկները նույնպես բան են, բայց այդտեղ պետք է իհարկե մտածել այդ թափոնների, մետաղների այդ թափոններն էլ օգտագործվեն ավելի արդյունավետ, որովհետև պղնձի ռեսուրսները ի վերջո սահմանափակ են, չեմ կարող 10-15 տարի հետո սպառվեն, բայց անընդհատ այդպես պահանջարկը աճելու է, գները աճելու են։ Եթե անդրադառնանք այլ մետաղներ, նույնը մոլիբդենը, ոսկինը աճ է, որը գուցե տեն տեխնոլոգիական շատ կիրառություն չունի, բայց որպես մետաղ ոսկու գները որ բարձրանում են, սովորաբար բոլորը շղթայով
բոլոր մետաղների գները նույնպես ավելանում են։ Պես որ այո, դա այդ առումով երկրաբանությունը կարևոր դեր ունի Հայաստանում, որ այդ ռեսուրսները կարողանանք գնահատել։ Մի հարց, որը չեմ կարող չտալ ձեզ, պարոն Մելիքսեթյան, ակնհայտ է, որ երիտասարդ կադրերի հարց է ծագում, որովհետև որքանով որ ես հասկանում եմ, չափազանց հրատապ եւ կարևոր հարցեր են ձեր ինստիտուտի շրջանակներում քննարկվում, հատկապես որոնք կարող են ունենալ ելք դեպի տնտեսություն։ Ինչպես է այդ հարցը լուծում երիտասարդ մասնակիցների։ Այդ շատ լուրջ հարց է, ցավոք սրտի վերջին սովետական տարիներին երկրաբանությունը շատ էսպես պրեստիժային գիտություն էր, ֆակուլտետում մեր երկրաբանության ուսանողները շատ էին, մրցույթներ բավական մեկտեղին, մի քանի հոգի եւ այլն։ Հետագայում ինչ-ինչ գործընթացների հետևանքով օբյեկտիվ, միգուցե մի մասը սուբյեկտիվ, դա ամբողջ աշխարհում է, մենք մեր գերմանացի, իտալացի գործընկերների հետ համագործակցում ենք աշխարհում, մենք ասում ենք շատերը չեն ուզում գան երկրաբանություն, որովհետև դա ասոցացվում է հանքարդյունաբերության հետ, դա այդպես չի, եւ ինչ որ բնապահպանական այս շարժումները, որ կան ընդհանրապես այդ միջավայրը, ոնց որ չի նպաստում, որ երկրաբան ուսանողների թիվը ամբողջ աշխարհում ընդհանրապես պակասել է, բայց երկրաբանությունը անմիջապես հանքարդյունաբերության հետ կապ ունի, բայց ավելի շատ այդ ռեսուրսները որոնելու խնդիրներ ենք լուծում, գնահատելու պարունակությունները եւ այլ հեռանկարները հանքավայրի մեծ հանքավայրը թե փոքր, պես որ այդ առումով ցանկացած երկրին պետք են երկրաբաններ, որոնք այդ ստրատեգիական խնդիրները ռեսուրսների լուծում են եւ ռեսուրսները ճիշտ նկատեցիք, քաղաքական հարցեր են դառնում, որովհետեւ ռեսուրսները երկրագնդի մասշտաբով սահմանափակ են։ Ազգաբնակչության թիվը աճում է, արդյունաբերությունը զարգանում է, հիմա տեսեք նոր ատոմակայաններ են կառուցում, որպես այդ արհեստական բանականության այդ սերվերները աշխատեն, այդ սերվերների համար տարբեր տեսակի էլի մետաղներ են պետք, հազվագյուտ հողային եւ այլն, այդ շղթան տենց այդ զարգանալու, ասենք տենց սպիրալաձև աճ է տալիս բոլոր մետաղների եւ բանի հետ կապված։ Եվ մենք որոշ չափով մենք կարողացել ենք կադրային խնդիրները փորձում ենք լուծել նաև մեր մագիստրատուրայի շնորհիվ, որը Գիտությունների ազգային ակադեմիայում երկրաբանության ամբիոն կա, պես որ եւ մենք միշտ աշխատում ենք ներգրավել մեր ուսանողների, մեր հետազոտական աշխատանքներում, ծրագրերում, տնտեսական պայմանագրերում, որոնք մենք ունենք նաև հանքարդյունաբերողների հետ, որպեսզի ավելի տենց շահագրգռենք եւ նպաստենք, որ ոլորտը զարգանա։ Անդրադառնալով այլ ուղղություններին, ինստիտուտի դա ուրեմն շատ մեծ առաջընթաց է մեր ինստիտուտում վերջին 20-30 տարվա ընթացքում գրանցվել ակտիվ տեկտոնիկայի եւ սեյսմոլոգիայի ոլորտում, հիմա մեր ինստիտուտում կա Հայաստանում ամենամեծ ամենաարտիական սեյսմիկ դիտարկումների ցանցը 20 կայան, բացի դրանից տասնամյակներով միջազգային համագործակցությամբ այդ թվում ուսումնասիրվել են խզվածքները, այդ սեյսմածին ակտիվ խզվածքները, այդ կառուցվածքները եւ դրա շնորհիվ դա տվել է, դա կարելի է ասել շատ լավ օրինակ է, տեսական ֆունդամենտալ տասնամյակների գիտությունը պրակտիկ կիրառական արդյունք է տալիս 21 թվին մեր մասնագետների կողմից մշակված սեյսմիկ վտանգի հավանական քարտեզը կառավարության ուրեմն հրամանով ստորագրվեց եւ դա հիմա պարտադիր է Հայաստանում բոլոր այդ շինարարական աշխատանքի նախագծման աշխատանքների համար։ Դա հիմնված էր մեր ինստիտուտի ստեղծված այդ տվյալների բազայի վրա։ Ուրեմն հաջորդ շատ կարևոր ուղղությունը, որ կա, դա հրաբխագիտությունն է, որ Հայաստանը հրաբխային երկիր է, մենք դա ուսումնասիրում ենք եւ դա էլ ունի այդ տասնամյակների մեր ուսումնասիրությունները հիմա տալիս են պրակտիկ արդյունք, մենք շատ լուրջ տվյալ ունենք գեոթերմալ էներգիայի պոտենցիալի վերաբերյալ, որը
կապված է եւ այդ ուղղությունը դա միգուցե առանձին հաղորդման թեմա էլ կարող է դառնալ։ Հնեաբանությունը կամ պալեոնտոլոգիան, որ ուսումնասիրում է կենդանի աշխարհը, որը պահպանվել է նստվածքային ապառներում, Հայաստանում շատ հետաքրքիր այդպիսի շերտեր կան եւ 300 միլիոն տարվա եւ 200-180, դա թույլ է տալիս հասկանալ ինչ միջավայր է եղել, ինչ կլիմա է եղել այդ, ասենք, տարիներին եւ այլն։ Դինոզավրների ժամանակաշրջանը։ Դինոզավրների ժամանակի մենք նստվածքներ ունենք, այո, եւ ավելի նոր 4-րդական վերջին 2.5 միլիոն տարվա այդ հնեաբանությունը նույնպես թույլ է տալիս հասկանալ կլիմայական փոփոխությունները եւ ինչ որ ձևով, ասենք, կանխատեսումներ անել ապագա, որտեղ կլիմայական փոփոխությունները ի հակառակ տարածված կարծիքի միայն տենց մարդածին չեն։ Այսօր մարդը ու կլիմայի վրա ազդեցության վերջին 100 տարում է դարել լուրջ գործոն, միգուցե 120, բայց կլիմայական հսկայական փոփոխություններ են եղել։ Եվ վերջին շատ միլիոնավոր տարիներ առաջ չէ, վերջին, ասենք, 12, 15, 20, 40 հազար տարվա ընթացքում շատ մեծ փոփոխություններ են եղել, բնական պատճառներով այդ փոփոխությունները կլինեն։ Կառանձնացնեի շատ են ուղղությունները, նստվածքաբանությունը, որը էլի շատ կարևոր դեր ունի, պետրոլոգիան, որը ուսումնասիրում է ապառները, իսկ մենք այդտեղ կարող ենք կապ գտնել պոտենցիալ օգտակար հանածոների հետ, որովհետև այտենց պարզեցված տարբեր տիպի երկրաքիմիական տիպի գրանիտները տարբեր տիպի հանքավայրեր են առաջացնում, հանքավայրերը հիմնականում մետաղական մագմատիզմի հետ են կապված, այսպես որ այտենց շատ ուղղություններ կան, որոնք զարգանում են եւ ընդհանրապես այդ վտանգները եւ ռեսուրսները, նաեւ ջրային ռեսուրսները, մենք հիմա դրան ենք ավելի մեծ ուշադրություն դարձնում, ցանկացած երկրի համար շատ կարեւոր նշանակություն ունեն։ Բարձր։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ։ Մենք կարծում եմ մենք կարող ենք ավելի ինչ որ ապագայում ինչ որ թեմատիկ շարքեր էլ ինչ որ ավելի հարցերի շուրջ, որովհետեւ շատ բան է, դժվար է մեկ ամբողջ երկրաբանությունը ամփոփել, ասենք, մեկ զրույցի ընթացքում։ Շնորհակալություն։